Աստվածորդի Ժողովրդյան ուզում եմ Ղուկասից կարդամ Ավետարանից 12 գլուխ 49 համար Ըստե մի քիչ հայերենն ու ռուսերենը իրար մեջ տարբերվում են ասում ես կրակ ձգելու եկա երկրի վրա ու ինչ կուզեմ, եթե արդեն բորբոքված է հայերեն տեքստը ռուսերենում ասում ես կրակ եկա ես եկա կրակ իջացնելու երկրի վրա ու ոնց կուզենայի, որ ինքը արդեն վառվեր տեսեք, հլա չի վառվե ռուսերեն հայերենում ասում բորբոքված է ու ինչ կուզեմ, եթե արդեն բորբոքած է ռուսերենում ասում չէ ես ոնց կուզենայի, որ այդ կրակը վառվեր արդեն հիմա ոնց որ այդ կրակը վառվեր այս ինչ կրակի մասին ասում Տերը հենց ի սկզբանե երբ որ մարդը Աստծուն հաճելի է եղել Աստված երկնքից այդ մարդուն պատասխանա տվե Եղիան հիշում եք զոհը դրեց բայց ասեց եկեք կրակ չդնենք ու Բաղի մարգարեներին որոնք 450 հոգի էին ասեց դուք էլ կրակ մի դրեք ու աղոտ կանենք որ Աստված որ կրակ տվեց երկնքից այդ Աստված ու բնականաբար քանի որ ուրիշ Աստված չկա Բաղ գոյություն չունի Բաղի մարգարեները մինչև իրիկվա զոհի ատեն ասում ինչքան գոռացին, գոչում էին, խարազանում էին իրանց, Արոն լվի կարին, երկնքից կրակ չեկավ։ Երբ որ հասավ Եղիայի երթը, Եղիան 12 ցեղերի համեմատ քարերը դրեց, անտաշ քարեր, զոհը դրեց, համար ու կես աղոտ կա, որ նայես, երկու համար չկա, համար ու կես աղոտ կարեց Եղիան ու կրակ եչավ երկնքից։ Սողոմոնը, որ տաճարը սարքեց, աղոտ կարեց, անենց փառք իջավ, որ քահանաները էլ չեն կարող մնային, Աստված այցելեց։ Ու տեղից են եզրակացնում, որ երբ որ Աբելը Աստծուն զոհ բերեց, ասում Աբելի զոհը ընդունվեց։ Ոնց ընդունվեց։ Գիրքը չի ասում ոնց ընդունվեց, բայց ասում եւ Աստված Աբելին ընդունեց եւ զոհը։ Հետաքրքիր ոչ թե սկզբից զոհը, հետո Աբելին, սկզբից Աբելին, հետո զոհը։ Մարդկանց մոտ կարող է ուրիշ ձև լինի, եթե թանկ նվերով ես գալի, դու ընդունելի ես, Աստծո մոտ այդպես չի, եթե մարդը ընդունելի է, մարդու բերածն էլ է ընդունում, Աստծո մոտ լավ մարդը չի կարա վատ բան բերի, վատն էլ չի կարա լավ բան բերի, էսի բանը երկնային սկզբունքներն են, ու տեղից ենք հասկանում, որ Աստված Աբելին կրակով պատասխան է, իջելա, զոհը ընդունելա Տերը ու Կայինը էդի տեսավ դա շոշափելի է այսինքն աշխարհի սկզբեն առաջ ստեղծագործությունից Աստված երկնքից միշտ պատասխանա տվել նայած մարդ ինչի կարիք ունեցել ժամանակ ա եղել երբ որ մարդ կրակի կարիք ունեցել ժամանակ ա եղել երբ որ մարդ կարիք ունեցել անձրևի այդ անձրևը նաև եւս Աստծո օրհնություն է երկնքից պատասխան է եղել ու հետաքրքիր է, որ սկզբից կրակը իջավ զոհասեղանին Եղիայի, հետո նոր անձրև եկավ։ Սկզբից կրակն է, հետո անձրևն է։ Եթե կրակը մաքրման կրակն է, լուսավորման կրակն է, ուրեմն անձրևը օրհնության անձրևներն են։ Սկզբից երկնային կրակն է, հետո անձրևն է։ Հերթականությունը տենցատարություն երկում։ Ու
այս ժամանակ, որ Տերը ասում էր, տաճարը գործում էր, հին ուխտի դարաշրջաններ, անցման շրջաններ էսի նաև, տաճարում կրակը վառվում էր։ Կրակը մի քանի անգամ հանգել է, բայց Աստված նորից այդ կրակը երկնքից ուղարկել է։ Ահարոնի ժամանակ 4 տղա ուներ Ահարոնը. Եղեզարը, Իթամարը, Նադաբն ու Աբիուդը։ Գիրքը ասում է Նադաբն ու Աբիուդը Տիրոջ առաջ օտար կրակ բերեցին։ Կրակ, որը երկնային ծագում չուներ։ Ու հենց այդ Ղևտացի 10-րդ գլխի մեջ Աստված պատվերատալի Մովսեսին, որ քահանաները էլ գինի չխմեն, ոգելից խմիչքներ չօգտագործեն։ Այդտեղից մենք բանը եզրակացնում ենք, որ Նադաբն ու Աբիուդը գին էին խմել, քնել են, ու այդ կրակը զոհասեղանի վրա չեն պահել։ Կրակը պահելու համար վառելիք է պետք։ Պետք է վառելիքը գցես, որ կրակը պահես։ Ինչքան ցախ է պետք քեզի, որ զոհասեղանին կրակը պահես։ Որ ինչ զոհ բերեն, այդ զոհը պիտի այրվի երկնային կրակով։ Գաղտնիքը սա է, այդ կրակն էլ երկրի վրա չկա, ինքը երկնքից էլի չէ։ Ասում է օտար կրակ բերեցին, Աստծուց կրակ ելավ ու իրանց լափեց։ Ու երկուսն էլ մահացած ընկան։ Մնաց Եղեզարն ու Իթամարը։ Այսինքն մենք տեսնում ենք հին ուխտում ով որ օտար կրակ էր բերում, զարկվում էր։ Նոր ուխտի դարաշրջանում Քրիստոսի ողորմությունը, գութը, սերը այնքան շատ է, որ այսօր նույնիսկ եկեղեցում լիքը օտար կրակներ կան, բայց մարդիկ չեն զարկվում։ Աստված համբերում է։ Հին ուխտի դարաշրջանում լիներ, այսօր մարդիկ պագալովնի զարկված կլինեն։ Բայց քանի որ Քրիստոսի խաչը, Քրիստոսի մահը, հարությունը, Տերը բարեխոս է, Աստված մարդացավ, մեր համար կյանք տվեց, դրա համար այսօր այդ օտար կրակներին Աստված հանդուրժում է, բայց սա չի կարող երկար ձգվի։ Ու մենք տեսնում ենք, որ Պենտեկոստեի օրը, ասում է, երկնքից ձայն լսվեց։ Ու քամի եկավ, ու այդ քամին այդ կրակը բերեց։ Ու ամեն մեկի գլխին մի լեզու, կրակի լեզու հանգավ։ Շատ հաճախ մեր կյանքում կրակը հանգում է, լեզուն մնում է։ Բայց չմոռանանք, Պենտեկոստեի օրը կրակի լեզու իջավ։ Սատանեն այդ կրակի լեզվից է վախում։ Ինչի կրակի աչք չիջավ։ Ինչի կրակի ականջ չիջավ, աչքը կարևոր չի։ Այսօր որ առաջարկվեր կրակից մի հատ օրգան մեզի, որը կընտրեինք, հաստատ լեզուն չենք ընտրի։ Կասեի ականջ եմ ուզում, որ լսեմ, անենց բաներ լսեմ, որ ոչ մեկ չի լսում։ Մյուսը կասի աչք եմ ուզում, անենց բաներ տենամ, որ ոչ մեկ չի տեսնում։ Բայց Պենտեկոստի օրը Աստված որոշեց, որ պիտի կրակի լեզու իջնի։ Մեր մարմինների մեջ ամենավտանգավոր օրգանը ժողովրդի լեզուն է։ Ու Աստված հենց լեզվից էլ սկսում է։ Ոչ թե լեզվով ավարտվում է, այլ լեզվից սկսվում է։ Տվեց կրակի լեզու։ Եթե կրակի լեզու չկա, լեզուն ինչ սա բողբող, ինչ, ասում է գեհենի կրակից է բողբողվում, կյանքի շրջանը, կրուգն է, անպայման, էդի սենց կոտորածով կետ այդ լեզուն։ Ու այդ կրակից ոնց է, այդ պրծնենք գեհենի կրակից ոնց ենք պրծնում, երկնային կրակով։ Ու ամեն ջանք պիտի անենք, որ այդ կրակը չհանգի։ Եթե այդ կրակը հանգեց, արդեն ուրիշ բան է սկսվում։ Քանի կրակը վառում է, ոչ մի ճանճ, մոծակ, միջատ, ոչ մի բան վրեջ չի կարա նստի։
Եթե կրակը հանգեց, արդեն այնքան ճանճեր, այնքան միջատներ, այնքան բաներ կմոտենան քեզ, արդեն պետք է աղոտ կանես, որ ձեր բերես ճանճ սատկացնելիք, ու ինչքան կարելի է ինքը մեծ ելնի, շատ ելնեն, այնինչ ընդամենը մի բան է պետք, կրակը վառվեր։ Եթե զոհասեղանի կրակը վառվեր, ոչ էլ այդքան մտքեր կգար մեզ, որոնց դեմ պետք է առավոտից իրիկուն պայքարել։ Այդ դևերը այդ կրակի տակ չեն դիմանում։ Այդ կրակը երկնային ծագում ունի ու հավատացյալների սրտների մեջ, քանի որ նոր ուխտի դարաշրջանում էլ քարեղեն տաճարները չեն եկեղեցին դարավ մարդիկ դարան քուր այդ բանը եկեղեցին։ Աստված հին ուխտում ասվեր կբնակվեմ իրանց մեջ, կքայլեմ իրանց մեջ, իրան կլնեն իմ ժողովուրդը ու ես կլնեմ իրանց Աստվածը։ Աստված հիմա մեր մեջ եկե բնակվել է, որ մեզ դաստիարակի, մենք կարանանք իր ժողովուրդը լինենք, որ ինքը կարանա մեր Աստվածը լինի։ Մենք այդ process-ում ենք, Պենտեկոստե օր այդ կրակը իջավ, ու այդ կրակը մինչև այսօր վառում է, այդ կրակը երբեք չի հանգե։ Եթե ինչ-որ մի տարածքում այդ կրակը հանգել է, ուրիշ տարածքում այդ կրակը բորբոքվել է, փոխանցվել է։ Ասում ես 50-ական հավատքը Ռուսաստանում չի եղել, ուղղափառ հավատք է եղել։ Ուղղափառ, որոշ տեղեր կարող է կաթոլիկական, բայց այս հավատքը, պենտեկոստալ հավատքը, 50-ական, Վարանաևը Ամերիկայից բերել է։ Իր համար արոք-փարոք ապրում էր այդ մարդը։ Տիրոջը ծառայում էր ապահով երկրում։ Եկավ ստե, այս երկրում, այս երկիր, հալածանքների, դժվարությունների, տառապանքների միջով այս կրակը բերեց Ռուսաստան։ Այս 100 տարուց ավել այս կրակը Ռուսաստանում վառվում է։ Այսինքն Սոյուզի մասշտաբով է նկատի ունեմ, սա Միջին Ասիայով, Կովկասով, Անդրկովկասով, Ռուսաստան, Ուկրաինա, Բելարուսիա 50-ական կրակը վառում է։ Այդ կրակը իջել է 50-ական տոնի օրը։ Երբ որ Տերը համբարձվեց, ասեց Երուսաղեմից տեղ չգնաք, մինչև վերից զորությունը չառնեք։ Գործքի 1:8-ում էլ ասում է, երբ որ Սուրբ Հոգին իջավ ձեր վրա, դուք զորություն կստանաք։ Զորություն գիտեք ինչա բնագրում գրած։ Դունամիս, որից ռուսական բառն առաջացել դինամո։ Самовоспроизводящая энергию։ Այսինքն դա դառնում է պերպետում մոբիլը։ Շարժում, հավիտենական շարժիչ, որը ոչ մի վառելիքի կարիք չունի։ Բենզին կլինի, դիզել կլինի, ատոմնա էներգիա, այդ կրակը ոչ մի բանի կարիք չունի։ Կրակը երկնքից քամին է բերում, քամին վառում է մեր մեջ այդ կրակը։ Դաժե այդ կրակին ռեկլամել պետք չի։ Եթե այդ կրակը տարածվելու համար է, երկնքից այդ նույն քամին այդ կրակը կտարածի։ Սուրբ Հոգին կփչի այդ քամին, կրակը բռնկվելով կգնա մարդկանց սրտերը։ Ինչքան չոր ցախ եղավ, սաղ կկպնեն այդ կրակով։ Մովսեսը հին ուխտում տեսավ մորենին վառում է ու չի վառվում, չի պրծնում։ Մոտեցավ տենայսի չա։ Այսինքն այդ մորենին մենք հասկանում ենք 5 րոպե չի վառել, 10 րոպե չի վառել, 20 րոպե չի վառել այդ մորենին։ Եթե տեսել է, հա վառում է մորենին։ Այդ է իրան ստիպել մոտենա, ինչա, ինչ երևույթ, ոնց կլինի ծառը վառվի, դաժե ծառը չի, թուփա։ Վառվի ժամերով ու չպրծենի։ Մոտեցել է, Տիրոջ ձայնը լսել է։ Առաջինը ասեց, ոտերը թան։ Երկիրը, որը դու կանգնած ես, սուրբ է։ Այսինքն, երբ որ այդ կրակը իջնում է մեր կյանք, մենք առաջինը պիտի մեր կոշիկները հանենք մեր վրայից։ Այն կոշիկները, որով քայլել ենք, դա էլ ընդունելի չէ։ Ադամական հին մարդու կոշիկները պիտի հանենք եւ հոգեվոր կոշիկները հագնենք։
հոգևոր ընթացք է սկսում։ Արդեն այդ կրակի ներքո է սկսում։ Կրակներ իր մեջ ունի 3 զարգացում։ Կրակը տալիս է լույս, կրակը տալիս է էներգիա, տաքություն։ Ու Աստծո նպատակը, որ ամեն ինչ որ մենք ձեռնարկում ենք, լինի սաղ այդ կրակի ներքո։ Ու քանի որ հին ուխտի քահանան աղոթք էր անում Տիրոջը, որ այդ կրակը իջներ զոհասեղանին վառեր, նոր դարաշրջանում մենք մեր տաճարի քահանան ենք, որը ենթարկում ենք քանայապետին, մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Ու եթե այդ կրակը հանգեց, ամենամեծ հանցանքը այդ բանը կրակը հանգելն է։ Եթե կրակը հանգում է, մենք էլ չենք տարբերում ինչ կարելի է, ինչ չի կարելի։ Գիչն կարդաս չես տեսնի, որտեղ այդ կրակը չկա։ Կրակը հանգած քրիստոնյան է ամենավտանգավոր քրիստոնյանն է, ինքը ամեն բանի սպասողն է։ Դա հավատքի կրակն է, դա սիրո կրակն է, դա հայտնության կրակն է, պիտի վառվող է։ Ու մենք սաղս իրար հետ կազմում ենք եկեղեցի։ Գործքում ասում է Պողոսը, որտեղ խոսում էր, ասում է, այնտեղ ճրակներ շատ կար։ Ես հասկանում եմ ինչ ասում, ֆիզիկական բանի մասին ասում, բայց ես դեռ հոգևոր խորհուրդ եմ դնում։ Ճրակներ շատ կար։ Եվ հայտնության մեջ եկեղեցիները, ով է հիշում, եկեղեցիները Տերը ներկայացնում է որպես աշտանակ։ Այսինքն ռուսերենում ճրակ է, սվիցիգնիկ։ Վառվող ու ինքը այն է, ով որ այդ 7 ճրակների մեջ պտտում է, այդ 7 աշտանակների մեջ պտտողն է Տերը։ Հիշում եք։ Հիշում եք, թե չենք հիշում։ Հայտնություն առաջի գրուպն է։ Եվ ինքն էլ ասում է 7 աստղերը եկեղեցու 7 հրեշտակներն են, այսինքն հովիվներն են, եւ աշտանակները, որի մեջ Տերը պտտում էր, 7 եկեղեցիներն են։ Այսինքն ամեն եկեղեցին ինքը մի հատ ճրակ է վառվող, որը բաղկացած է լիքը ճրակներից։ Հարութը կլինի, Էրոն կլինի, Դավիթը։ Սաղս այդ մանր լույսերից մի հատ մեծ ճրակ է ստացվում։ Իսկ գրքում ճրակը ինչ խորհուրդ ունի։ Մարգարեի։ Հովանես Մկրտչի մասին գրված անիկա ճրակ էր վառվող եւ լույս տվող։ Գրքում մենք 3 հատ լույս ենք տեսնում։ 3 հատ լույս կա գրքում։ Մոմ, ճրակ եւ ծակող լույս։ Եսայի մեջ էլ ասում է քո խավարը կլինի ցերեկվա 12-ի պես, այսինքն կեսօրվա պես։ Էդի քո մեջը ամենախավարն է, բալույսը։ Լույսի զարգացում վերջ չկա լույսին։ Հիսուսի մասին գրած է անոր թագավորության շատնալուն հայրենում, ռուսերենում բազմապատկվելուն։ Մաթեմատիկայի մեջ կա գումարում, բաժանում, հանում ու բազմապատկում բաժանում։ Հիսուսի թագավորության մասին գրված է բազմապատկվելուն։ 100-ին 100 անում է 200, բայց 100 անգամ 100 անում է 10,000։ Երբ որ Հիսուսը ծնվեց, աստղն էր ցույց տալի Հիսուսի ծննդավայրը։ Երբ որ Սողոսը տեսավ, ասում է արևի լույսից առավել էր թագավորին, ասում է ես կուրացա։ Տեսեք ոնց է զարգացումը գնում։ Եթե ծնվելուց աստղ էր, Սողոսի հետ հանդիպելուց արդեն արևի լույսից առավել էր։ Անոր թագավորության բազմապատկվելուն ու շեշտում է որտե։ Դավիթի գահի վրա։ Քրիստոսի թագավորության բազմապատկվելը տեղի ունենում միայն Դավիթի գահի վրա։
Դավիթի գահն էլ Դավիթի սիրտն է, որը Աստծո ողջ ուզածները կանի։ Եթե մենք Դավիթի սիրտը ունենք, դա Դավիթի գահն է։ Քրիստոսի թագավորությունը Դավիթի գահի վրա չի գումարվում, ինքը բազմապատկվում է։ Այսինքն լոնքերով առաջ է գնալու։ Եկեղեցու անուններից էլ մեկը կոչվում է Դավիթի խորանը, Սողոմոնի տաճարը չէ։ Տաճարը փլվեց, քանդեցին, մեջի ոսկին գնաց գերության։ Ոսկի վահաները սարքին պղնձից, Ռոբոամը։ Բայց Դավիթի խորանը պարտություն չի կրել։ Դավիթի խորանը, Դավիթի միակ պարտությունը ներսից է եղել։ Եկեղեցին արտաքին թշնամուց վախենալու բան չունի։ Եկեղեցու վախը ներսի պարակտումն է։ Ներսի խարբալումն է, ներսի բաժանումներն են։ Եկեղեցու միաբանության բացակայությունը, այդ է վտանգը, դրա համար կոչվում է Դավիթի խորան, պարտություն չի կրելու։ Հյուսային Կորեայում հավատացյալները այս քանի տարի է, հեսա շուտով ինչքան ալնում, 80, 90, մինչև այսօր Կիմ Իր Սենի ռեժիմը թորնա, Կիմ Չեն Իննա, մինչև այսօր հավատացյալները Հյուսային Կորեայում դավանում են Քրիստոսին։ Չի կարում այդ աթեիստական պետությունը կոտրի հավատացյալներին։ Նույնը Չինաստանը։ Ինչքան ուզում է պոչկեքը հանի, օրգանները հավատացյալների ծախի, բռնի ուժով, խաբելով, հավատացյալները չեն կոտրվում։ Մաո Ձեդունը եկավ գահին, Չինաստանում ասում են 1 միլիոն հավատացյալներ։ Մաո Ձեդունը մահացավ, Չինաստանում 10 միլիոն հավատացյալներ։ Մանգալը վերցրեցին ածուխով ու շպրտեցին անտառով մեկ, որ ամեն կրակը հանգի ածուխ հանգելի, բայց ամեն ածուխ հանգավ միածառ կպցրեց։ Այդ հավատացյալների մասին ասում են, իրանք մեզ սպանեցին ու չիմացան, որ մենք սերմերն ենք։ Իրանք թաղեցին մեզի, բայց մենք սերմերն ենք, ու մենք ծիլ կտանք։ Սիբիրում գիտեք ինչքան աղբերներ քուրեր են մահացած։ Գերեզմաներ այսօր իրանց չկա, չես գտնի։ Հնարավոր չի սուրբերի արյունը թափվի ու ծիլ չտա։ Իրանց մահը անիմաստ չի։ Իրանք Սուրբ Հոգու կրակով են մահացել։ Սուրբ Հոգու կրակը զոհասեղանին վառ։ Հիշում եք Ստեփանոսը։ Ասում է եւ դեմքին նայում էին, հրեշտակի դեմք տեսան։ Սուրբ Հոգու կրակն են վառում մեջը։ Եթե Սուրբ Հոգու կրակը քո ներսը վառվում է ու քեզ մեղադրում են, դու չես այլալվում, հրեշ չես դառնում, դեմքդ հրեշի դեմք չի դառնում, դեմքդ հրեշտակի դեմք է դառնում, ու քեզ մեղադրողները էդի տենում են։ Միջին օրեր դու կարաս առավոտից իրիկուն հայլու դեմ քեզ սիրունացնես, հրեշտակ չես դառնա։ Դու քողարկված հրեշ ես։ Հրեշը մտնում է Քրիստոսի մեջով, Քրիստոսի մահվան մեջ, դուրս է գալի հարության մեջ հրեշտակ։ Ինչ հրեշտակ, հրեշտակից բարձր, Աստծո որդի։ Ասում է կմտնի, կելնի եւ արոտ կգտնի։ Մտնում ենք մահվան մեջ, ելնում ենք հարության մեջ, բայց մենք ոչ ուզում ենք մահվան մեջ մտնենք, ոչ ուզում ենք տառապանք, չարչարանք, բայց հարության զորությունով ուզում ենք պտտենք, դա չի։ Հարություն կառնեն, ով որ մահացել է։ Ով որ չի մահացել, հարություն չի առնի։ Եվ ասում է իր հարսնացուն ինքզինք պատրաստեց։ Գառնուկի արյան մեջ էլ սպիտակացրեց, հանդերձները ճերմակացրեց։ Ոնց ճերմակացրեց, անեց, ոնց որ սպիտակացնող ասում է երկի վրա չի կարա սպիտակացնի։ Բիլիլշիկ на земле не может выбелить, այդպես։ Սպիտակացնելի է։ Հիսուսի արյունը սպիտակացնելու հատկություն ունի։ Ու այդ արյան միջոցով ենք մտնելու երկինք։ Երկնային տաճար ոնց ենք մտնելու։ Տաճար մտնելուց առաջ անպայման արյունը պետք է սերսվեր քո վրա, քո մեղքերը պիտի ներվեին։ Մեղքերդ ներվեցին, երկինքը բաց է քո կյանքում։ Կարաս օգտվես ինչքան ուզում ես։ Կախված է արդեն քո հավատքից, նվիրումից, սիրուց, հանձնվելուց։ Կհանձնվես, թե չէ, թե որպես դիտորդ կլինես։ Մենք չենք ուզում Աստված մեր կյանքում որպես դիտորդ լինի, բայց մենք իր գործի մեջ որպես դիտորդ ենք։
Շատ հաճախ շատերս։ Չեմ ասում բոլորի մասին էլի։ Այսօր այնքան նվիրված քրիստոնյաներ կան, որ կարիք լինի Քրիստոսի համար գլուխը դնի, մինչև մենք զրուցենք, խորհրդակցենք, մտածենք ով կգնա, ով բան կանի, իրանք արդեն գլուխը կդնեն տապորիտը։ Առանց մտածելու մի ակնթարթ։ Մահացած մարդը մահից չի վախում։ Նա մահը հաղթել է, որտեղ մտե ու եկել է։ Եթե մահը հաղթած, եթե մենք մահվան վախից ազատագրված չենք, ժողովուրդ ջան, մահվան վախից, մենք այսօր մահվան վախից ազատագրված ենք, եթե մեզ խաբում ենք, մահանալուց եթե կբացահայտվի։ Մահից մեզ ոչ մեկ չի ազատելու, մեզ ազատելու են մահվան վախից։ Մահվան վախից մենք պիտի ազատ լինենք, որտեղ հավատացյալների համար մահը իրականում մահ չի, ինքը անցում է, կարիդոր է մի հատ։ Մի հատ աղբոր, մի հատ մարդու վկայել էին, սկզբից խստացում էր մոտը, հետո կոտրվեց, սկսեց Հիսուսին աղոթք անել, խնդրել Տիրոջը, հիվանդ էր, ռակ էր, ու մի օր մորը ասում է, ասում է մենք տունը մենակ ենք, մամ, ասում է հա, ասում է բայց ոնց որ մենակ չենք։ Գնալով աչքերը բացվեց ու շեմին տեսավ Տիրոջը կանգնած։ Լուսավոր բանը Տերը եկել էր հետևից ու վերջի խոսքեր ասում էր իսկ մահանալը ասում էր բան չի վախենալու չի մահը փաստորեն վախենալու չի ասում էր умирать не страшно ռուսերենի տեսախչում մահանալ մահից այսինքն պետք չի վախենալ մահը վտանգավոր չի ում համար վտանգավոր չի ով որ Քրիստոսինն է որտեղ Քրիստոսը հաղթեց մահին այսօր եթե ես գնում եմ իր հետևից այն ովքեր Տիրոջը հոգով ծառայում են իրանք մահը բռնում են մեղքը չէ մեղքից առաջ մահն են բռնում մահի հոտ է գալի ընդհանրապես ինչ որ ընթացքի մեջ չեն մտնի մի հատ ասպարեզի մեջ չեն մտնի գործնեության մեջ նրանք վռած այդ մահի հոտը կզգան որտեղ իրանց մեջից կյանքի հոտն է գալի կյանքն է իրանց արածացնում եթե մենք ճշմարտության հետ դեն շաղաղված լինենք ժողովուրդ մենք սուտը կբռնենք մենք վռած կտենանք իսի սուտ չի ինչի չենք տեսնում որ այսօր սուտ է այսօր կեղծիք է սա ճիշտ չի ինչքան ճշմարտությանը հարենք ինչքան թույլ տանք այդ կրակը մեր մեջ վառի երբ որ տունը կոպեկը կորած է ասում է բավական է մոմը վառես ավելը վերցնես մոմն էլ է անոտ ավելն էլ է անոտ կինն էլ եկեղեցին է մի հատ կոպեկ խռով է ընկելա դիվանի տակ այդ կոպեկը գտնելու համար բավական է մոմը վառես ավելը վերցնես մի օր մի հատ աղբոր վրա Տերը ավելացուց տալես աղբերը ասում է վայ ես ինչքան զիբիլ ունեմ ես համաձայն եմ թո Տերը մաքրի անոտ ասում է դու չհասկացար ոչ թե Տերը ավելը ցույց տվեց որ դու լիքը զիբիլ ունես Տերը ավելը ցույց տվեց քեզ ու ասեց դու ես իմ ավելը Էսի նոր բաներ ես աղբոր համար ոնց ես ասեց հա դու իմ ավելն ես ես քեզանով իմ տան մեջի զիբիլը պետք է ավլեմ ինչքան կորսված կոպեկներ էլ կա այդ կոպեկները գտնեմ աղբեր կա որը ավելի ծառայություն կտանի աղբեր կա որը մոմը կվառես տան մեջ այդ կոպեկը կգտնես բայց թե Երուսաղեմը պիտի քննես մոմով չես կարող քննես Երուսաղեմը ճրակներով են քննում Սոֆոնիայի 1:12-ն եւ այն ատեն ճրակներով կքննեն Երուսաղեմը եւ եթե անկախ նրանից մոմի կարգավիճակում թե ճրակի հավատարիմ եղանք Տերը մեզ կարա մցնի ծակող լույսի մեջ որ մեր ամենախավարը լինի ցերեկվա 12-ը կես օրվա պես ոնց որ Եսային գերմահի ծնունդում այդ լույսի զարգացումը մեր բանից է նվիրումից է կախված ժողովուրդ ինչքան մենք մեր սրտի հարցերը շուտ կլուծենք իսկ եթե ապականված ադամական բնությունը մեր մեջ հլագործում ու մենք դրան հաղորդ ենք լինում տարածում ենք այդ բնությունից օգտվում ենք բնական այդ իսաղ լինում է երկնային կրակի հաշվին կրակի մարելու հաշվին է լինում ու եթե այդ կրակը հանգեց ոնց ենք փրկվելու
եկեղեցին Սուրբ Հոգու զորությունով է վերցվելու։ Եթե զորությունը ուրացանք, մենակ Աստվածպաշտության կերպարանքը մնաց, եթե մեզ չի հափշտակի, մենք կմնանք։